Հարգելի աղեղնավորներ, Մերկուրին կլինի հետադարձ ձեր 4-րդ տանը։ Նաև այն մարդկանց համար, ում քարտեզում ձուկը գտնվում է 4-րդ տանը։ Այն շրջանում ուշադրությունը կենտրոնացված կլինի ընտանիքին, ձեր տանը և ձեր ներքին հիմքերին։ Հնարավոր է վերադառնաք հին ընտանեկան թեմաներին կամ նախկին զրույցներին։ Այդպես էլ կարող է ավարտվել հին տնային կամ բնակարանային հարցերը։ Լուծեք և ավարտեք։ Վերաֆորմատավորում կատարեք, փաստաթղթերը իրար կցեք, սեփականաշնորհման այդ փաստաթուղթը նայեք, փոխեք, թարմացնեք։ Նաև վերանորոգումն է հնարավոր է ժամանակահատվածում և ընտանիքը կառուցելու, նաև բնակարանը կառուցելու այդ փոփոխությունները։ Օրինակ, եթե նախկինում սկսել եք վերանորոգում, բայց այն դեռ ավարտին չեք հասցրել, հիմա կարող եք որոշել վերադառնալ ու շարունակել կատարելագործել ձեր բնակարանը կամ տունը։ Այս շրջանում ուժեղանում է հին հիշողությունների ազդեցությունը, նոստալգիայի մեջ է մարդիկ լինում։ Մերկուրիի հետադարձը ձկներում շեշտում է անցյալը։ Հիշողություններ մանկությունից, ընտանիքից, ծնողներից, վաղ ընկերներից կամ սիրելիներից։ Կարող եք նաև կրկին նայել ընտանեկան ալբոմները կամ երեխաների փոքր ժամանակվա տեսագրությունները, նկարները։ Սա նաև հիանալի շրջան է տանը կարգուկանոն հաստատելու համար, կարգի բերելու, այսինքն մի հատ լավ ու բորկա անելու համար։ Իրականացրեք մեծ մաքրություն ու բորկա, ազատվեք հին ու չպահանջվող իրերից, բարելավեք կամ կատարելագործեք տանը առկա որոշ բաներ։ Դրանից բացի հնարավոր է լուծել հին բնակարանային հարցերը, որոնք մինչև հիմա հետաձգել եք։ Բայց շտապելու կարիք չկա գնումների կամ վաճառքների հարցերում։ Հետադարձ Մերկուրիի ընթացքում վաճառքն ավելի հեշտ է ընթանում, իսկ գնելը կարող է սխալ լինել։ Կարող է լինել նաև այնպես, որ վաճառքից հետո տուժեք կամ զղջաք, զգաք, որ չարժեր վաճառել։ Եթե խոսքը վերաբերվում է վերանորոգմանը, հնարավոր է նոր թիմ փնտրեք, ինչ-որ բան փոփոխեք կամ բարելավեք, և աշխատանքների ժամկետները արդեն երկարաձգվեն։ Նույնպես կարող են ակտիվանալ երեխաների կամ հարազատների հետ կապված հարցերը, զրույցներ միասին ապրելու կամ բնակվելու թեմայով, կամ այլ ընտանեկան քննարկումներ։ Այս շրջանում կարևոր է ուշադիր լինել, չշտապել և ամեն ինչ մանրակրկիտ պլանավորել։ Շատերի համար հիմա առաջնահերթ է մտածել, թե ինչպես կառուցել հարաբերություններ ընտանիքի, հարազատների, ծնողների կամ երեխաների հետ լավագույն ձևով։ Այս ընթացքում ակտիվանում են ներքին հոգեբանական գործընթացները։ Պետք է աշխատեք ձեր վախերի և ենթագիտակցության հետ, կարող եք զբաղվել սեփական հոգեբանությամբ, հետաքրքրություն կարող է առաջանալ հոգեբանության հանդեպ, հասկանալու համար ընտանեկան խնդիրները, նաև ինքներդ ձեզ։ Նույնպես այս շրջանում ուժեղանում է ինտուիցիան, ուշադիր եղեք, լավ լսեք ինքներդ ձեզ։ Հիմնական կանոնն այս ժամանակահատվածում չշտապելն է, ամեն ինչ անել հանգիստ և հետևողականորեն, ավելի հեռուն հասնելու համար։ Սիրելի աղեղնավորներ, այսքանը ձեզ համար։ Հաջողություն ձեզ, հետևեք ձեր էներգիային և ուշադիր եղեք։ Այսպիսին է ձեր կանխատեսումը, հուսով եմ այն օգտակար էր ձեզ համար։ Մինչ նոր հանդիպում։